Կներեք էլի ժողովուրդ չան, թողեք մադով սյուն նկարդը գարում։ Հենց հիմա ժողովուրդները, հենց հիմա համայնքում նորից Էրեբունի համայնքի մասին ես նոր խոսեցի։ Էրեբունի համայնքում բայց այս հարցը մինչև այսօր հեսօր քաղաքացիները ազանգեցին, որ հենց հիմա հոսանքազրկում կա տեղյակ։ Ժորժ ջան, հոսանքազրկումները պետք չի սենսացիա սարքել։ Բոլոր ժամանակներում հոսանքազրկումներ եղել են։ Ինչի հիշեցիք, որ այսօր հոսանքազրկումներ ներողություն բանավեճի մի վերացեք։ Ձեր հարցին պատասխանում եմ։ Էլեկտրաէներգիայի բաշխման գործընթացը օրգանիկ process է 24 ժամյա ռեժիմում եւ տեխնիկական իմաստով սենսացիա չկա, որ որևէ տեղ վթար է տեղի ունենում։ Կարևորը մենք երաշխավորում ենք եւ դուք վստահ եղեք, որ որևէ տեղ, եթե հոսանքազրկում է տեղի ունենում, ապա րոպեների ընթացքում կարգավարական ծառայությունը տեղյակ է լինում, տեղեկացնում է տեխնիկական, ինժեներական բոլոր ստորաբաժանումներին, մասնագիտական հերթապահ խմբերին, այդ թվում նաեւ 24 ժամյա ռեժիմում ինձ են տեղյակ պահում, որից հետո անմիջապես գործի են անցնում վթարավերականգնողական աշխատանքների համար պատասխանատու ստորաբաժանումները։ Եթե կլինի որևէ տեղ վթար, ես ձեզ երաշխավորում եմ, ժամերի ընթացքում կվերականգնվի։ Եթե ժամերի ընթացքում չի վերականգնվում, ուրեմն որևէ կերպ հնարավոր չի եղել վերականգնել, ակնկալում եմ մեր բնակչության բաժանորդների ըմբռնումը։ Չէ, հոսանքազրկումները, երբ որ հեծի կառավարման ժամանակ հեծը տաշիր ընկերությունների խմբի սեփականությանն էր եւ իրենց կառավարման ներքո էր, արդյոք իշխանությունը չէր թիրախավորում այդ հոսանքազրկումները եւ ոչ չէր թիրախավորում։ Դուք որպես լրագրող երբևէ հոսանքազրկումների մասին այս 25 թվականի հուլիսի 18-ից առաջ որևէ ռեպորտաժ արել եք, չեք արել։ Մասիս համայնքում բարբերաբար Երբ եք արել։ Ես խնդրում եմ ինձ ուղարկեք։ Դուք ինչ ռեպորտաժ եք արել, ես հանրայնորեն ներողություն կտամ։ Եթե դուք նման կերպ լուսաբանեք հոսանքազրկումները։ Մերից հետո։ Պարոն Պետրոսյան, անդրադառնալով այսօրվան, Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ելույթ ունեցավ եւ այսպես ասած աղմկահարույց հայտարարություն արեց, մասնավորապես նշելով, որ եկեղեցին ու պետությունը այլևս միասին են, բայց ըստ մեր սահմանադրության հայտարարությունն է դա։ Դա այո, որտեղ ըստ մեր սահմանադրության եկեղեցին եւ պետությունը անջատ են իրարից, իրենք չեն կարող միասին գործել, բայց Նիկոլ Փաշինյանը չխեղաթրել վարչապետի ասածը։ Ներողություն թե ընդհատեց, շարունակեք։ Ինչով եմ խեղաթյուրում, Նիկոլ Փաշինյանի խոսքերն եմ ցույց Սահմանադրությամբ պետությունն անջատ է եկեղեցուց, բայց եկեղեցին չպիտի գործի պետության ու պետականության դեմ։ Վարչապետի ասածը դա էր, որ այսուհետ եկեղեցին որպես ինստիտուտ եւ պետությունը, պետականությունը որպես հասարակության ձևավորման բարձրագույն դարձյալ ինստիտուտ, այսպես ասեմ, այսուհետ երբևէ չպիտի գործեն առանձին եւ չպիտի եկեղեցին գործի պետության դեմ։ Խոսքը դրա մասին էր, որ միակամ են պետության ու պետականության կայացման գործում։ Այո, եկեղեցին պիտի լինի միակամ պետության հետ, որովհետեւ մեր անվտանգությունը, մեր ժողովրդի բարեկեցությունը, խաղաղ արարման հնարավորությունը երաշխավորում է ուժեղ պետությունը եւ եկեղեցին չպիտի դրա ճանապարհին կանգնի կամ որևէ կերպ խոչընդոտի կամ գործիք դառնա այլ պետությունների կամ այլ ուժի կենտրոնների ձեռքում ընդդեմ մեր ինքնիշխանության եւ սովերենության։ Եպիսկոպոս Կճոյանի, ներողություն Անուշավան, եպիսկոպոս Ժամկոչյանի եւ մյուս սրբազանների հետ դուք Վազգեն Միրզախանյանի հետ դուք պատկերացնում եք այդ ճանապարհը, պարոն Պետրոսյան։ Ես չեմ մեկնաբանում որևէ մեկի։ Ես ինքս եկեղեցին բարենորոգելու գործերից գիտելիքներ որպես այդպեսին չեմ ասում, չեմ հասկանում, բայց ես չեմ ուզում մեկնաբանեմ ու առհասարակ ինքս հանրային քաղաքական գործիչ լինելով ունեմ իմ պատասխանատվության այս պահին դաշտը այստեղ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ եկել։ Բայց սա քաղաքական ակցիա չէ։ Այո, սա քաղաքական ակցիա չէ, խիբր քաղաքական թիմի անդամ։ Մի րոպե, քաղաքական թիմի անդամները որ որևէ տեղ են գնում կամ որևէ ակցիա են կայացնում, անպայման պիտի քաղաքական ակցիա լինի։ Այդ բնորոշմանը ես համաձայն չեմ։ Հիմա խնդրում եմ թույլ տվեք գնամ աշխատանքի իմ պարտականությունը կատարելու։ Ես աշխատում եմ, ի տարբերություն ձեզ ես աշխատում եմ այսօր։ Բայց դու չեք շարունակել աշխատել։ Էրեբունիում որ լույսերը մարել էր 3-4 օր, բնակիչները խնդիրներ են ունեցել եւ սննդամթերքն է փչացել եւ որոշների տեխնիկան հեծը որևէ կերպ կփոխհատուցի նրանց, թե ոչ։ Ուրեմն հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը կարգավորում է նման դեպքերը եւ եթե պատճառները հայտնի դառնան
որ հեծի առերևույթ անգործության կամ որոշակի պատճառներ, որոնք որ կարելի կանխարգելել ու չի կատարվել, օրենքի կարգավորման առարկա կդառնա եւ իհարկե կփոխհատուցվեն բոլոր այն բնակիչներ ու բաժանորդները, ովքեր որ վնասներ են կրել։ Այս պահին ես ձեզ այս պահին նաեւ հանրայնորեն տեղեկացրել ենք, երկու առանձին հանձնաժողովներ է ձևավորվել, մեկը տեխնիկական, էներգետիկ ոլորտի, ուրեմն մեր մասնագետների շրջանակներով եւ մյուսը անվտանգային իրավական, որպեսզի երկու անկախ միմյանցից նաև անկախ ներքին հետաքննություն անեն եւ ինչպես նաև համագործակցելով իրավապահ մարմինների հետ իրական պատճառները վերհանեն։ Իրական պատճառները վերհանելուց հետո արդեն կհանրայնացվի եւ մեր հանրությունը, այդ թվում նաև Երևան ու վարչական շրջանի մեր բնակիչները կտեղեկացվեն հետագա քայլերից։ Շնորհակալ եմ։